Հարգելի բարեկամ, երևի նկատել եք, որ այդքան հաճախ տեսահոլովակներ չեմ տեղադրում, շատ զբաղված եմ, մի աշխատանքի մեջ եմ կլանված, Տիրոջ կամոք, եթե հաջողի, ձեր աղոթքներն եմ հայցում, շուտով այդ աշխատությունը լույս կտեսնի, Աստծու կամոք, ձեր աղոթքներն եմ խնդրում։ Այսօր կուզեի ընդհանուր sense մի զրույց ունենալ, որը ձևով մի նախաբան է, որը որոշել եմ մի շարք տեսահոլովակների պատրաստել Սուրբ Գրիգոր Տաթևացի բարոյական ուսմունքը խորագրով, որը շատերդ գիտեք, որ ռուսերեն լեզվով ունեմ մի գիրք Սուրբ Գրիգոր Տաթևացու բարոյական ուսմունքը եւ այս նյութով ես ռուսերենով տեսահոլովակ էի պատրաստել, որոշել եմ նաեւ հայերեն անել եւ այսօր sense մի փոքրիկ նախաբան կլինի։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ։ Խնդիրները շատ են, գիտեք, քրիստոնյա հոգևոր կյանքի մեջ, հայ իրականության մեջ։ Մեր խնդիրներից մեկը նա է, որ մենք կորցրել ենք հոգևոր հոր այդ ինստիտուտ, այսպես ասեմ, ինստիտուտ կոչվածը, չնայած ես այս նյութի մասին, ասենք անդրադառնում եմ իմ տարբեր տեսահոլովակների մեջ, անդրադարձել եմ ավելի ճիշտն ասած, ուրեմն եւ չունենք այդ հոգևոր հայրը, որը կնքահայրն է, քավորն է, մենք այսօր այդ հոգևոր խնդիրները ունենք, հոգևոր աճ, այսպես ասեմ, շատ դժվար ենք ունենում կամ դժվար է ստացվում ունենալ, տարիներ է տևում, ինչու որտեվ հոգևոր հայրը, որը կնքահայրն է, ինչպես ասեցի, դա այն մարդն է եղել, որ երեխային, նոր մկրտված երեխային մանկությունից բարուրի երեխային ինքը դաստիարակել, կրթել է, սովորեցրել է ինչպես քրիստոնյա աճել, մեծանալ։ Եվ երբ որ արդեն երեխան, այսինքն մեծանում էր, չափահաս էր դառնում եւ այլն, արդեն ինքը գիտեր ինչպես աղոթել, աղոթքը ինչ բան է, ավետարան կարդալը ինչ բան է, խոստովանելը ինչ է, հոգևոր հարցերի մեջ ինքը արդեն հմուտ էր։ Բայց որտեվ սա մենք կորցրեցինք եւ մարդիկ հետ խորհրդային միության, օրինակ սովետական Հայաստանից հետո, այսպես ասեմ, շատերը հավատք էին գալի կամ մկրտվում էին մեծ տարիքով կամ էլ եթե նույնիսկ փոքրիկ տարիքով են մկրտվել խորհրդային միության ժամանակ, իրենք այդ դաստիարակությունը չեն ստացել։ Եվ ձևով ասենք դարձ են ունեցել, սկսել են եկեղեցի գնալ եւ այլն, եւ այդ բացը կրթության այդ ամեն ինչի իրենք սկսում են փնտրել։ Նախ եւ առաջ գրականություն չկա, ուր փնտրեն, շատերը գնում են եւ տեր հայրեր կամ վարդապետների են գտնում, որոնք պետք է իրենց առաջնորդեն։ Եվ մի մասն էլ, որը ռուսերեն կրթություն ունի, ռուսերեն գրականություն է գտնում, սկսում է ռուսերենով կարդալ որոշ հոգևոր հարցերը լրացնելու։ Եվ այս երկու, ասենց ասեմ, ձևով ծայրահեղության մեջ են ընկնում, մի մասը դառնում այն հոգևոր իրենց թվում է հոգևոր ինչ-որ վիճակի, ինքը ուշք ու միտքը ճգնել, անապատ գնալ, առանձնանալ, սենց մի հատ սենց բան, որտեվ ռուսերեն գրականությունը դա ավելի այդպիսի գրականություն է, իսկ այն մասն էլ, որը ինչ-որ գալիս է եկեղեցի, հոգևորականի հետ է շփվում, դա էլ լուրջ հոգևոր աճ չի ունենում նույնպես։ Եվ սա խնդիր է եւ ցավոք սրտի մեր հոգևորականները մի կողմից ոմանք խուսափում են իրենց վրա վերցնել այդ պարտականությունները դաստիարակել այդ մարդկանց, որոնք եկել են հավատքի ուշ տարիքի մեջ, հա, չնայած մկրտված էին, մի մասն էլ օգտվելով, այսինքն ասես կոպի առնելով ռուս եկեղեցու, որը այսօր դեռ ռուսեն կամ հույն եկեղեցու բարքերից, սովորություններից իրենց հռչակում են հոգևոր հայր եւ մարդկանց
այսինքն ուղղորդում են, այսինքն առանց իրենց հրահանգի, առանց իրենց հրամանի այդ մարդը չի կարա որևէ բան անել։ Այսինքն խիստ հենց վանական, հոգևոր հայրության մի բան են վերցնում, նորից մի ծայրահեղություններ, մարդիկ դրա համար նորից հոգևոր աճ չեն ունենում, կամ էլ շատ-շատ գալիս են մի վիճակի են հասնում, որը իր հոգևոր հայրն է, որը ինքն էլ չի աճում, այսպես ասեմ։ Եվ ցավոք սրտի դա էլ գալիս է, որ մարդկանց հետ զրուցում եւ խոսում եմ, տեսնում եմ, որ մեր շատ հավատացյալներ, սրա մասին շատ եմ խոսել, կներեք նորից կանդրադառնամ, հիացած են օտար եկեղեցիների վարդապետությամբ, այսինքն հոգևոր բաներով, խրատականներով եւ այլն, իրենց սրբերով եւ այլն, եւ պատճառը բերում են, որ մեր մոտ տենց գրականություն չկա, մենք ստիպված այնտեղ ենք գնում։ Դա նորից գալիս է նրանից, որ մեր եկեղեցու հայրերը այդպիսի գրականություն չեն թողել, որ ուղղորդեն, թե ինչպես սա անես, ինչպես երբ որ հաց ուտես, ինչպես գնաս այնտեղ, ինչպես անես, որտեվ մեր եկեղեցու հայրերը լուրջ հոգևոր բաների մեջ են արի, իրենց են խրատականը, որ ես օրինակն եմ բերում, այդ սիրոպի օրինակն է, որ Նամանդ Գրիգոր Տաթևացին, որը դու վերցրել ես սիրոպը, ջրով բացել ես քո համեմատ, որ շատ անհամ չլինի եւ շատ էլ քաղցր չլինի, որը նորից չես կարող խմես, կամ մենակ սիրոպը խմես։ Դրա համար այդ ջրով բացում ես, այդ ջուրն էլ ինչ է այսօրվա մեր ժամանակակից ապրուստը, կարգը, բարքերը, որոնք մենք ապրում ենք, մենք լուծում ենք այդ սիրոպը մեր այս կյանքով եւ ապրում ենք, որտեղ ոչ թե տառի հետևից ենք ընկնում, այլ հոգու, որտեղ հոգին է կենարար, իսկ տառը սպանող է։ Դրա համար ցավոք սրտի այսօր քիչ է, որ մարդկանց տրվում է այդ հոգևոր, այդ սիրոպով բացված ջուրը մեր հավատացյալներին, իսկ մեր հավատացյալները ցավոք սրտի նաև դառնում են sense ծուլության, sense բանի մեջ են ընկել, որտեղ իրենց դաստիարակում են, դու քո կամքը պետք է ուրանաս, դու պետքա բան չմտածես, քեզ քո տեղը պետքա քո հոգևոր հայրը լուծի։ Եվ հոգևոր հայրը, դա ինչպես ասացի, մի մասը փախնում է, չուզում իր վրա վերցնել այդ գլխացավանքը, այսպես ասեմ, որտեղ ինքը իր ուրիշ խնդիրներ ունի, ինքը իր առօրյան ունի, իր զբաղմունքը ունի, ինքը շուտը մարդկանց այդ դարդու ցավը իր վրա վերցնել չուզում, իսկ մյուսը առնում է, որովհետև իրան ձեռը տալիս, որպեսզի կարողանա, այսինքն մանիպուլյացիա անի, այսինքն կառավարի մարդկանցով, դրանից հաճույք է ստանում միգուցե, կամ էլ տգիտությունից է չի հասկանում ինչ է անում, որտեվ օրինակա վերցրեն օտար եկեղեցիներից, նմանդ ասում եմ ռուս եկեղեցուց, բայց չեն հասկանում, որ իրենց մոտ այդ հոգևոր հայր կոչեցյալը, որը պետք է ամեն բան, այսինքն հսկի կոնտրոլ անի քո հոգևոր աճը, ամեն կնոջ հետ, ամուսնու հետ ինչքան պարկես, որ ժամին, որ պահին, ինչ կանես, ինչ ուտես, ինչ չուտես, որ եկեղեցին գնաս, որ աղոթ կանես, քանի երկրպագություն անես, այս ամենը գալիս է քեզի, այսինքն հավատացյալին դարձնում է անողնահար, կներեք, ինքը կամազուրկ է դառնում, այսինքն ոչ թե այն հոգևոր լուրջ կամքից զրկված այդ բան, այլ չէ, ինքը դառնում է մեկը, որին կարան ամեն ձևի գործածել եւ մոլերանտ դարձնել ի վերջո։ Պետք է հասկանալ ինչու է այն ռուս եկեղեցում հույն, այսինքն օրթոդոքս բանի մեջ այդ կար, որովհետեւ կայսրության մեջ պետք էր հսկային ժողովուրդը ինչ տրամադրություններ ունի կայսրի հանդեպ, պետության քաղաքականության հանդեպ եւ ամենալավ օրինակը, ամենալավ միջոցը դա հոգևոր դասն էր, որը կարող էր մարդկանց այդ ամեն ինչը կառավարել եւ հսկել։ Դրա համար խոստովանությունները կայսրության մեջ դառնում են պարտադիր։ Եթե մարդ կար պարտադիր չէր գնա խոստովանել, կարող է իրան պատժեին, աշխատանքից հեռացնեն, նման դա մենք տեսնում ենք Ռուսաստանում, ցարական Ռուսաստանում 19-րդ դար, 18-րդ դար, որ մարդիկ պարտավոր պետք է խոստովանվեին, եկեղեցուց
թուղթ բերեին քահանայի ստորագրության, որ ինքը խոստովանվել է, նույնիսկ հաղորդություն է առել, եւ շատերը դա կեղծավորությամբ էին անում, որովհետեւ չէին ուզում այդպես անել, ստիպված գնում էին, որ աշխատանքը չկորցնեն կամ չպատժվեն, գնում էին այդ բաներն էին ասում եւ այդ բամբասանքները այդ սուտ բաներել են միգուցե խոսում ու ինչ գիտես խոստովանության տակ ինչեր էր լինում դրա համար sense մի տարբերակ կար մի հատ ծանոթ մեկը կար որ խոսում էինք Ռուսաստանից ասեց այդ ամեն ինչը բերեց նրան որ Ռուսաստանում այդ հեղափոխությունը եղավ եւ մարդիկ եկեղեցու դեմ ըմբոստացան այդ 17 թվականին որովհետեւ մարդկանց մեջ եկեղեցու սրբության հանդեպ արդեն այդ անվստահությունը կար որտեվ ամբողջը կեղծիկի էր վերածը հասկանում եք դրա համար այսօր բերել մեր եկեղեցու մեր հավատացյալն այդ խոստովանությունը հոգևոր հոր այդ կոնտրոլը անելը դա սխալ է որտեվ դու կայսրություն չես դու այսօր ես չեմ ոստիկանների հետ կամ ինչ-որ ծառայությունների հետ կապ կա թե չկա բայց երբ որ մեկը քեզ պարտադրում է պետք է խոստովանվես պետք է գաս ամեն բան ինձ պատմես մի քիչ կասկածելի է դառնում էլի որտեվ խոստովանությունը դա մի վիճակ է որը դու պետք է հասունանաս մարդ պետք է հասունանա նման այն դեպքում որ ինքը հոգևոր հայր այսինքն կնքահայր նորմալ չի ունեցել հուսամ որ այսօրվա գիտակից սերունդը որը երիտասարդները, որոնք ինչ-որ հանձն են առնում կնքահայր լինել, քավոր լինել որևէ մեկին, ճիշտ ձևի իր սանիկին կդաստիարակեն, կմեծացնեն, կաճացնեն քրիստոնյա լինելու համար, ճիշտ քրիստոնյա, ուղղափառ քրիստոնյա լինելու համար։ Օրինակ Սուրբ Գրիգոր Տաթևացումոց sense մի խրատ կա, խրատ նրանց, որոնք ծնողներին, որոնք իրենց զավակին ուխտել են հանձնել վանք եկեղեցու սպասավոր դառնալու վարդապետ կամ քահանա, ասես խրատ ունի, որը ինձ թվում է բոլորի համար է դա կարևոր չէ երեխան քահանա կամ վարդապետ կլինի նախ ասում է երեխային մկրտությունից հետո որ տուն բերես սովորասրա Աստծուն փառաբանել առաջինը Տեր եթե շրթունս իմ բանաս բերան իմ երկեսես օրհնությունս քո օրհնյալ է Աստված գովյալ է Աստված փառավորյալ է Աստված սա որ ասում է երեխան սովորի Աստծուն փառաբանել իսկ մեր ինչ են անում մեր ծնողները հավատացին երեխային հայրմեր են սովորեցնում խաչակնքել են սովորեցնում այսինքն հետո բերում են հարևան կամ քահանայա գալ ինձ հետ շատ է պատահել որ ծնողը երեխային բերում է հայսուտես երեխան հայրմերը կամ էս աղոթքը ոնց է ասում երեխան այսպես կանգնում է խոնար աչքերով եւ երբ որ արտասանում է այդ աղոթքը բոլորը ծափահարում են գովում են եւ այդ երեխային փչացնում են այդ երեխան մեծանում է կամ կեղծավոր կամ էլ ինքը հույս ունի երբ որ ինքը աղոթում է իրան պետքա գովեն ինքը ինչ-որ հաճույք ստանա դրանից բայց դա այդպես չի աղոթքը դա արտասանելու բանաստեղծության պես կարդալու բան չի ցույց մարդկանց չէ դա արդեն սկզբից երեխային դաստիարակում են սխալ դրա համար ճիշտը ինչն է որ ճիշտը երեխային նախ փառք տալ Աստծուն, որը որ երեխան փառք է տալիս Աստծուն, ծնողն էլ է փառք տալիս Աստծուն, ոչ թե տրտնջում դժգոհում է, երեխան արդեն հիմքը ճիշտ է դրվում։ Երեխան փառաբանում է Տիրոջ, հետո ասում է երեխային տարծուստու արևը, լուսինը, աստղերը, ասա, սա մեր Աստվածն է ստեղծել, որին դու փառաբանում ես։ Կենդանիներ, բույսեր, ամենը սովորեցրու բացատրի, որ Աստված է ստեղծել։ Կամած երեխան մեծանում է հետո 7 տարեկանի մեջ դառնում ես սկսում ես արդեն խոսել որոշ մեղքերի մասին 14 տարեկան ավելի ես բացատրում մեղքը ինչա խոստովանությունը ինչա որտեղ մինչև 7 տարեկան երեխու եւ բարիք գործերը եւ մեղքերը դա չէին համարվում մեղք եւ բարի գործ 7 տարեկանից վերջ նոր իր մեղքերը իր արարքները դիտվում է որպես մեղք եւ առաքինություն եւ երկնքում այդ վարձը ունենում է երեխան կամ պատիժը հետագայի համար դրա համար երեխային պետք է պատրաստել խոստովանության ոչ թե գալ ասել հայ սուրբ արի երեխուն թող խոստովանվի որտեվ մամային պապային չի լսում դա արդար չի անկեղծ չի երեխային կեղծավորություն է սովորեցնում դրա համար հոգևոր հայրը կնքահայրը այսպես ասած պետք է երեխային սովորեցնի մեղքը զատել չխորանա այն ծանր մեղքերի մասին բայց ընդհանուր սուտ խոսելը լավ բան չի գողանալը լավ բան չի փոքր երեխային այս բաներն հայուերը լավ բան չի
որովհետև հայելով երեխային որ սովորեցնում են հայուել, դա արդեն կամքը տկարանում է, վաղ ինքը կգողանա էլ, կսուտել կխոսի։ Այս բաների մեջ, որ երեխան իրեն ոչ թե վախացնել Աստված պապիկը գգա կպատժի, ոնց որ մեզ մեշոք պապիով էին վախեցնում, հիմա ծնողները Աստված պապիկով են վախեցնում, դա սխալ է։ Դրա համար տեսնում եք, այս ամեն բանը գալիս է նրանից, որ ցավոք սրտի կորցրել ենք այս ամենը, եւ երբ որ մեկը մեծանում է, մեծ տարիքով է հավատքի գալիս, ինքը ուզում է դա ամենը ոնց որ այդ տեղը բացը լրացնի։ Իսկ բաց լրացնելը ինքը մտածում է, որ ինչքան ուխտագնացություններ գնա, ինչքան ճգնողական գրականություն, վանքեր գնա, այցելի աղոթի բան, դրանով դու չես լցնի։ Ամենալավ բանը, որ կարող է լցնել, դա գիտությունն է։ Սկսում ենք Աստծո խոսք կարդալուց, նոր կտակարան, ավետարան կարդալուց է սկսում այդ ամեն ինչը։ Հասկանում եք։ Դրա համար շատ կարևոր է, որ քրիստոնյան սկսի Սուրբ Գիրք կարդալ, իսկ թե այդ լուրջ վերլուծական բաները իրեն պետք չկա, որտեվ Տերը կառաջնորդի ու փառք Աստծո այսօր կան գրականություն, տպագրվում օրինակ նորից եմ ասում Սուրբ Գրիգոր Տաթևացի գործերը, Գիրք հարցմանցն է հրատարակվել հայերեն լեզվով, ոսկե փորիկը կա, ուրիշ գործեր կան, որոնք հրատարակվում են փառք Աստծո, կարող եք վերցնել եւ կարդալ։ Եթե դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ դա լավ գիրք չի, կամ էլ դուք արժանի չեք դրան, չէ, դա նրանից է, որ դու կարողանաս ջանք թափես, դու փորձես հասկանալ, ուղեղի ծալքերը աշխատացնես, ոչ թե սպասես քո տեղը մեկը որոշի ինչ-որ մի բան անի։ Դրա համար քրիստոնյան երբ որ կարդում այդ մեղքի գիտակցությունը ինքը գալ ինչից է իմամ, ինքը նախ խիղճն է տանջում, շատ դեպքերում գիտեք, երևի նկատած եք, որ խիղճ երբ որ տանջում է, դա ամեն անգամ չի, որ մեղքի պատճառը մեղք է։ Դա կարա սխալ բանի տակ, ասում է ամոթ կա մեղքի է տանում, ամոթ կա հուսահատության է տանում։ Ամոթ այսինքն հուսահատության կներեք տանում է փրկության, ամոթ երբ որ դու մեղքը գիտակցել ես, զղջում ես, ամանչում ես, խիղճը տանջում է, դու գնում խոստովանվում ես, բայց ամոթ էլ կա, որ մեղքի է տանում, որ դու սկսում ես մտածել ես, բանը չպետք է անեի, ես էս պետք է անեի, բանուն ու վերջը դու հուսահատության մեջ ես ընկնում, երկմտության մեջ, թերահավատության մեջ եւ այլն։ Դրա համար շատ կարևոր է, որ քրիստոնյան գիտակցի, հասկանա, որ Սուրբ Գիրքը կարդալով Աստված այդ շերտերը մեղքի, որ այս տարիների ընթացքում կուտակվել են, կամաց բացվում, այնքը չի կարա միանգամից բացի, դա չգիտեմ ինչ պետքա լինի, որ Աստված այդ հրաշքը գործի, որ մարդու մեջ այդ մեծ դարձը լինի, այդ մեղքերից թոթափվի, բայց իրականում այդ շերտերը կամաց բացվում են։ Երբ որ հասունանում է, Տերը ցույց է տալիս, մարդը զղջում է, իսկ ինչպես իմանալ մեղքը մեղք է, երբ որ դու չգիտես Աստված մեզանից ինչ է ուզում, իսկ մեղքը դա Աստծուն հեռանալ, Աստծու պատվիրանը խախտելը, Աստծու դեմ գործելը, երբ որ դու չես կարդում, չգիտես ինչպես պետք է լինի, ինչու պետք է գա մեկը քեզ անդադ ասի սա մեղք է, սա մեղք չի։ Ու սատանան էլ կարա սա օգտագործի, մարդը ընկնի նենց բաների մեջ ընկնի, որ ինչպես Քրիստոսն է ասում, որ ասում է դուք մժեղը քամում եք ու ուխտը կուլ եք տալին, գնեք մի հատ փոքրիկ բանի հետևից, օրինակ, վայ, աղոթքս միջև վերջ չկարդացի, բայց գնաս չարախոսես մեկին, չարություն անես, վնաս տաս, հա, այդ բանը չտեսնես, բայց աղոթքիդ համար տառապես, որ դու կամ երկրպագությունդ մի հատ պակաս արեցիր։ Ու սրանից տառապես, բայց նորից եմ ասում, սրիկայություն անես, ուրիշներին հանդեպ չարություն անես ու քեզ համոզես, որտեվ այդ դիմացինը չար է, ու ես արել եմ, որովհետև իրան արժանի է, ես Աստծո նախանձախնդրությամբ եմ սա արել։ Սա տգիտություն է, սա սատանայի գործիք եք դառնում։ Դրա համար այս որպիսի մարդ հասկանա մեղքը, առաքինությունը ինչ բան է, դրա համար որոշեցի, որ Սուրբ Գրիգոր Տաթևացիի այս խրատական իր խոսքերը բարոյական ինչ են առաքինությունը, ինչ ձևի առաքինություններ կա, ինչ մեղքեր կա, ինչ է մեղքը, մեղքը որտեղից է եկել, ինչպես ազատվել այդ մեղքերից, ինչ է խոստովանությունը
Եվ այլն, այս փորձելու եմ Տիրոջ կամոք ձեր աղոթքներով Սուրբ Գրիգոր Տաթևացի ներկայացնել ձեզ, եթե դուք այդ հնարավորությունը չունեք, կարդալու, փնտրելու, գիտեք 90 թվականներին գիրք հարցմանցը մեր քույրերից քույր Թամարը հիշում եմ տպարանում էր աշխատում, ինքը միայն այդ բաներն էր վերցնում, դրամը մենք տալիս էինք թղթի նյութի, որ վճարում այդ քսերոքսի, ասենց ասեմ համար, ինքը գիրքներ կազմում, գիրք հարցմանց, ձմեռան ամառան հատորները, ես այն ժամանակ հիշում եմ 90 թվականներին ռուսերեն կրթություն ունեի ու ինձ համար դժվար էր, ես նստած սենց ինչպես ծառավ մարդը, որ քանի ժամ օր ջուր չէր խմել, սպասում էր այդ ջուրը խմել, ես կարդում էի, բաներ կար չէի հասկանում, աղոթում էի ու Տերը բաներ կա բացում էր, ես սենց երեխայի պես ուրախանում էի, ինչ որտեվ փնտրում էի, այդպես էլ դուք եթե ցանկանում եք, դուք կփնտրեք, կգտնեք ու Սուրբ Գրիգոր Տաթևացիի մոտ շատ բան կա, որը ձեզ կուղորդի եւ դեպի երկինք կանի ու ձեզ պետք չկա մեկը անդադ ձեզ ուղորդի ինչ անի, այո հոգևոր հայր, այսինքն ինչու ենք ասում հոգևոր հայր, հոգևորականներ, որտեվ իրենք հոգու հայր են, այսինքն հոգու մեջ են ներդրում անում, հոգու ծնունդ են տալիս, այսինքն լինի ավազանի մկրտությամբ ծնունդ են տալիս, լինի Աստծո խոսքը քարոզելուց, խրատելուց եւ դրա համար քրիստոնյան երբ որ ինքը հոգևոր աճ է ունենում, ինքը գիտի ինչպես ապրի, իրեն այո գնում է եկեղեցի, եթե մեղք է գործել, գնում է քահանայի մոտ խոստովանվում է, ոչ թե գնում է խրատ ստանալու, այլ գնում է խոստովանվում է եւ հավատքով, որ եթե քահանան իր վրա ինչ-որ ապաշխարություն դնի, էլի։ Եվ մարդը նորից աճում է ի Քրիստոս։ Դրա համար մի փնտրեք, կրկնեմ, ուրիշ գրականություն մի կարդացեք, մի հիացեք, որովհետև այդ գրականությունը, որ կարդում եք, մեր եկեղեցու հայրերը նորից եմ ասում, այդքան տգետ չէին, որ չգրեին այդ բաները, ուղեցույցները, մեզ ինչպես ապրեն։ Իրանք թողել են ժառանգություն են, վեմ են, սյունը, որի վրա մենք, այսինքն վեմը, որի վրա կարանք կանգնենք, սյունը, որի վրա կարանք հենվենք, հա, եւ մեր տունը աճեցնենք, մեծացնենք իբարս Աստծո։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։